1965-ի ապրիլի 24-ին, երբ Երևանի փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում էին Եղեռնի հիշատակի համար, Յակով Զարոբյանը կանգնած էր պատուհանի մոտ և նայում դեպի հրապարակը։ Նա գիտեր, այդ օրը կարող էր լինել նրա վերջին օրը որպես Հայաստանի առաջնորդ, բայց նա նաև գիտեր, ժողովուրդը չի կարող ևս լռել։ Նա չգիտեր, որ ամենամեծ վտանգը գալիս էր ոչ թե Մոսկվայից, այլ նրա սեփական թիմից։ Ոմանք անվանում են դա դավաճանություն, ուրիշները քաղաքական հաշվարկ, բայց փաստը մնում է նույնը 1965-ից մինչև 1966 թվականներին, երբ Յակով Զարոբյանը պայքարում էր Հայաստանի համար, նրա ամենամոտ մարդիկ գաղտնի բանակցություններ էին վարում Կրեմլիի հետ։ Առանց աղմուկի, առանց հետք թողնելու։ Մինչև ուշ չէր, այս պատմությունը դեռևս չի պատմված։ Ժամանակն է բացել ճշմարտությունը։ Յակով Զարոբյանը ավելի լավ կլիներ, եթե չծնվեր 1908-ի սեպտեմբերի 25-ին Արթվինում։ Ավելի լավ կլիներ, եթե նրա ընտանիքը չփախչեր Թուրքիայից 1914-ի նոյեմբերին, երբ Մկրտիչ Զուրաբյանը իր կնոջ, դստեր և 3 տղաների հետ ամեն ինչ բեռնեց մեկ էշի վրա և փախավ դեպի Բաթում։ Բաթումը լեցուն էր փախստականներով։ Ընտանիքը գնաց Նախիջևան-Նադոնու Ռոստովի մոտ։ Ապրեցին մութ, խոնավ, բարակ հատակի մի քոյուղու մեջ։ Այնտեղ Ռուսաստանի մռայլ արհեստանոց քաղաքներից մեկում փոքրիկ Յակովը սովորեց 3 բան՝ հայ լինելու ցավը, աղքատության ամոթը և կանխավճարի բացակայությունը։ 1920-ին, երբ 12 տարեկան էր, նա դարձավ կոմսոմոլի անդամ։ Ոչ թե որովհետև հավատում էր Լենինի երազանքներին, այլ որովհետև կարմիր գույնը նշանակում էր տաք սուփ ու ապագայի խոստում։ Նա սովորեց արագ։ Ռուսաստանի արհեստանոցներում նա տեսավ, որ գործիք է մարդը, ով ունի գաղափար։ Եվ Յակովը ուներ գաղափար վերադառնալ Հայաստան։ Ոչ թե որպես փախստական, այլ որպես ղեկավար։ 1930-ական թվականները Սովետական Միություն ունում էին արյունոտ պարկացման տարիները։ Ստալինը սպանում էր իր թշնամիներին և իր նախկին ընկերներին։ Յակովը սովորեց մի դաս, որը երբեք չի մոռանա. համակարգում բարեկամություն չկա, կա միայն օգտակարություն։ 1949 տարեկանում ԽՍՀՄ որոշումով Զարոբյանը ուղարկվեց Հայաստան։ Երևան, Կովկասի մայրաքաղաքներից ամենափոքրը, բայց այն, որի անունը միշտ հնչում էր հարցական նշանով Մոսկվայում։ Հայաստան նշանակում էր խնդրահարույց։ Զարոբյանը վերցրեց պաշտոնները, մեկը մյուսից հետո։ ԿԱԿ վարչական օրգանների բաժնի վարիչ, Երևանի քաղկոմի 2-րդ քարտուղար, պետանվտանգության փոխնախարար կադրերով, ԿԱԿ արդյունաբերության քարտուղար, կառավարության առաջին տեղակալ։ Յուրաքանչյուր տարի նա բարձրանում էր 1 աստիճան, բայց նա չէր մոռանում 1914-ի էշի վրա բեռնված նվազագույն իրերը։ Նա երբեք չէր մոռանում, թե ովքեր էին արդեն վերևում։ 1960-ի դեկտեմբերի 28-ին ԿԱԿ արտահերթ պլենումը ընտրեց Յակով Նիկիտի Զարոբյանին, ՀԱՍԱՍՀ, Կակոմկուսի, ԿԱԿ առաջին քարտուղար։ Նա 52 տարեկան էր, գագաթը, որ նա երազել էր 1920-ականներից սկսած, բայց գագաթը, ինչպես ամեն բանի դեպքում Սովետական Միությունում, ուներ ներսի կանոնները, սի կանոնները։ Եվ առաջին կանոնն այն էր՝ Հայաստանը պատկանում էր Մոսկվային, նույնիսկ եթե այն վարում էր հայ տղան Արթվինից։ Բայց Զարոբյանը ուներ մի բան, որն ուրիշները չունեին։ Նա հիշում էր 1915-ը։ Նա չէր ապրել այն ուղղակիորեն, բայց նրա ընտանիքը փախել էր Թուրքիայից իսկապես։ Եվ երբ դու ծնվել ես փախստական, դու երբեք չես մոռանում, որ հողը, որի վրա կանգնած ես, դեղց կարող է լինել։ 1964 թվականին Զարոբյանը գիտեր, որ հաջորդ տարին լրանում է 50 տարի Եղեռնից։ 50 տարի, ողջ սերունդ, և 50 տարի ամբողջ լռության, Սովետական Միությունում Եղեռնի մասին չէր խոսվում։ 1921-ին Լենինը ստորագրեց պայմանագիր Ատաթուրքի հետ, և մի հոդվածը պարզ էր. ԽՍՀՄ խոստանում էր հալածել յուրաքանչյուր ոգի, ով քննադատում էր Թուրքիան։ Բայց Զարոբյանը որոշեց կոտրել այդ կանոնը։ Նա նագրեց նամակ Մոսկվա։ Նամակում նա առաջարկեց միջոցառումներ կազմակերպել հայերի զանգվածային կոտորածների 50-ամյակի առթիվ, գրքեր հրատարակել, ռադիոհաղորդումներ պատրաստել, ֆիլմեր նկարահանել, հուշարձան կառուցել։ Այն ժամանակ դա էր անհնար խնդրանք, բայց Զարոբյանը գիտեր, եթե նա չանի դա հիմա, այդ չի լինի երբեք, լռությունը կշարունակվի։
Մոսկվան լռեց, շաբաթներ, ապա ամիսներ։ Զարոբյանը սպասում էր։ Նա կանգնած էր դանակի սայրի վրա։ Եթե Մոսկվան մերժեր, նա կորցներ իր աթոռը։ Եթե Մոսկվան համաձայներ, նա կկորցներ ավելի շատ բան, հսկողությունը իրադարձությունների վրա։ 1965-ի փետրվարի 15-ին ՀՍՍՀԿ նախագահությունը հաստատեց Զարոբյանի առաջարկությունները, բայց ոչ ամբողջությամբ։ Արտաքին հուշարձանը՝ այո, ֆիլմերը՝ այո, բայց մինիմալ։ Բայց ցույցեր, միտինգներ, համազգային ցերեկույթներ՝ ոչ։ Զարոբյանը գիտեր, որ դուռը բացվել է կիսով չափ։ Եվ դուռը, որ կիսով է բացվել, միշտ լայն է բացվում, երբ ժողովուրդը դուրս է գալիս։ Ապրիլի 24-ի առավոտյան Լենինի հրապարակում հիմա հանրապետության հաջորդեցին հազարավոր երիտասարդներ։ Նրանք չհպատակվեցին ոստիկանության հրամանին և երթով շարժվեցին դեպի քաղաքը։ Զարոբյանը խելացի վարվեց, նա հրաման չտվեց գնդակոծել, նա թույլ տվեց ժողովրդին քայլել դեպի Կոմիտասի թանգարանը, ծաղիկներ դնել ու վերադառնալ հրապարակ։ Հազարները դարձան տասնյակ հազարները, ըստ վկաների 100,000 մարդ։ Մի քաղաքում, որը ուներ 600,000։ Զարոբյանը հասկացավ, նա չի կարող դա հսկել, բայց նա կարող էր դա ուղղորդել, և կարևորը, նա կարող էր Մոսկվային ասել, այն խաղաղ էր։ Ոչ մեկ բան չէր այրվել, ոչ ոք չէր սպանվել։ Զարոբյանը փրկեց իրավիճակը, բայց Մոսկվան բարկացած էր, և ոչ միայն Մոսկվան։ Մինչդեռ Զարոբյանը պայքարում էր Երևանի փողոցներում ժողովրդի հետ, մեկ այլ պատմություն սկսվում էր լուսաթափանցում, դավադրությունը նրա թիմի ներսում։ Երևանում հիմնական իշխանությունը բաշխված էր 4 մարդու միջև։ Յակով Զարոբյան, առաջին քարտուղար, Անտոն Կոչինյան, կառավարության նախագահ, Հովհաննես Բաղդասարյան, ԿԿ, երկրորդ քարտուղար, Գևորգ Տեր-Գազարյանց, ԿԿ քարտուղար, ապա 1964-ից երկրորդ քարտուղար։ Այդ 4 մարդկանցից միայն Զարոբյանը հետևում էր հայ ժողովրդի ձայնին։ Իսկ մյուս 3-ը տեսնում էին ավելի պրագմատիկ պատկերը։ Մոսկվան երբեք չի ներելու այս անկարգությունները, և Զարոբյանը պատասխանատու է դրա համար։ Անտոն Կոչինյանը 13 տարի աշխատել էր կառավարության նախագահի գահի աթոռին, 1952-ից մինչև 1966։ 13 տարի նա նստել էր երկրորդ սենյակում, մինչ ուրիշները հայտարարություններ էին անում առաջին սենյակից։ Նա տեսել էր 3 առաջին քարտուղար՝ Գրիգոր Հարությունյան, Սուրեն Թովմասյան, Յակով Զարոբյան։ Եվ նա սպասում էր իր հերթին։ 1965-ի ապրիլի 24-ից հետո Կոչինյանը հասկացավ, Զարոբյանը գերազանցել է սահմանը։ Զարոբյանը բացել էր դուռը, որը չէր կարող փակվել, և Մոսկվան պիտի պատժեր։ Կոչինյանը որոշեց, որ նա չպետք է լինի Զարոբյանի կողքին, երբ պատիժը գա։ Նա պետք է լիներ Մոսկվայի կողմից։ Հովհաննես Բաղդասարյանը երկրորդ քարտուղար էր։ Տիտղոսը ասում էր ամեն ինչ երկրորդ, ոչ առաջին։ Ըստ վկաների, Բաղդասարյանը ատում էր Զարոբյանին, անձնական թշնամություն։ Զարոբյանը գռեհիկ էր, կոպիտ, երբեմն անարդար, բայց ամենավատը, Զարոբյանը չէր լսում մարդկանց, ովքեր խորհուրդ էին տալիս նրան։ Բաղդասարյանը սպասում էր պահին, և 1965-ի վերջին այդ պահը եկավ։ Գևորգ Տեր-Գազարյանցը ավելի բարդ դեպք էր, նա երբեմն հավատարիմ էր Զարոբյանին, բայց աստիճանաբար անցավ Կոչինյանի և Բաղդասարյանի կողմը։ Ըստ հիշողությունների, Կոչինյանը և Բաղդասարյանը ներգրավեցին նրան դավադրության մեջ։ Տեր-Գազարյանցը հասկացավ, եթե մնա Զարոբյանի կողմում, նա կընկնի նրա հետ միասին։ Եվ Տեր-Գազարյանցը ուներ ուրիշ ապագա, դիվանագետի կարիերան։ Նա ընտրեց պրագմատիզմը։ 1965-ի վերջից սկսած Կոչինյանը և Բաղդասարյանը սկսեցին գաղտնի խաղ խաղալ։ Նրանք հանդիպումներ ունեցան Մոսկվայում ԿԳԲ-ի ներկայացուցիչների հետ և K1-ուսի գործակալների հետ։ Նրանք ասում էին, Զարոբյանը կորցրել է կարգապահությունը։ Հարցը պարզ էր, ով է հարկավոր, Զարոբյանը, թե Մոսկվան կկառավարի ավելի հուսալի ձեռքով։ Ժամանակի ընթացքում Տեր-Գազարյանցը նույնպես անցավ այդ կողմը։ Ըստ պաշտոնների, նա էր երկրորդ քարտուղար 1964-ից մինչև 73 թվականներին, որպես հարմար գաղտնի կապող։ Այս 3 մարդիկ հավաքում էին տեղեկություններ, գաղտնի նամակներ, իրենք պլենումների ժամանակ չասացին բառ, իրենք սպասում էին ճիշտ պահին։ Ինչպես աշխատում է դավադրությունը Սովետական Միությունում։ Առաջին,
Հավաքում է տեղեկություններ առաջնորդի դեմ, սխալներ, թերություններ, անգամ փոքր խախտումներ։ Երկրորդ. համոզում ես Կրեմլին, որ առաջնորդը կորցրել է վերահսկողությունը։ Երրորդ. առաջարկում ես այլընտրանք, քո թեկնածուն, ավելի հուսալի, ավելի հնազանդ։ Չորրորդ. սպասում ես Կրեմլի ազդանշանին։ Եվ վերջապես, գրավում ես իշխանությունը։ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը հետևեցին այս ճանապարհին, ամեն աստիճան, առանց աղմուկի։ Հունվարի վերջին, մինչև փետրվարը, Կոչինյանը և Բաղդասարյանը սկսեցին վերջին փուլը։ Դրանք հավաքեցին Կ.Բ. բյուրոյի անդամներին։ Խաղացվող թեատրոնը հետևյալն էր. նախ քննարկում էին պլանային թեման, նախագիծ, բյուջե կամ մշակույթ։ Եվ երբ պաշտոնական մասը վերջացավ, Բաղդասարյանը խնդրեց բոլորին մնալ։ Ըստ Ստեփան Պողոսյանի Հոսեկա Հոկակա առաջին քարտուղարի հիշողությունների վերջացավ աշխատանքային հանդիպումը Սունդուկյանի թատրոնի մասին, բայց Հովհաննես Բաղդասարյանը խնդրեց բյուրոյի անդամներին մնալ։ Մենք մնացինք։ Եվ նա, հղում անելով նախագահությանը, ազգային սպորտի կոմիտեի անձի հետ կապված անհաճո դեպքի, մեղադրեց Զարոբյանին ասկզբունքության մեջ, կոպտության, երկիմացության և նրան վերագրեց ևս 10 մեղք։ Հաջորդ խոսեցին մյուս կակաքարտուղարները։ Զարոբյանը նստած էր լռություն, նա հասկանում էր, դա վերջն է։ Փետրվարի 5-ին կակապլենումը ազատեց Յակով Նիկիտի Զարոբյանին առաջին քարտուղարի պարտականություններից և նշանակեց Անտոն Կոչինյանին նրա փոխարեն։ Այս պլենումի նախորդող օրերին Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը ստիպեցին Զարոբյանին ստորագրել ծածկագիր Մոսկվա, խնդրելով նրա հրաժարականը։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Զարոբյանին ստիպեցին ինքը ստորագրել իր սեփական հեռացման դիմումը։ Ավելի ուշ, երբ Զարոբյանը հանդիպեց Լեոնիդ Բրեժնևի հետ, Բրեժնևը նրան ասաց. «Ինչու ստորագրեցիր այդ ծածկագիրը, Մոսկվա, Յակով, չստորագրեիր»։ Եվ ամեն ինչ։ Սա էր Սովետական Միության բարձր պարտիական խաբեությունը։ Երբ Կրեմլը քեզ մեղադրում է, բայց քեզ մեղավոր են դարձնում քո սեփական թիմակիցները, ըստ վկաների, Զարոբյանը չարկելակեց, նա չկռվեց, նա ընդունեց իր ճակատագիրը, բայց նա հասկանում էր, թե ով էին իրական դավաճանները, ոչ թե Մոսկվան, այլ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը։ Զարոբյանին նշանակեցին փոխնախարար էլեկտրատեխնիկական արդյունաբերության ԽՍՀՄ-ում, Մոսկվա, 1966-ից 1980։ 14 տարի նա ապրեց Մոսկվայում, հեռու Երևանից, հեռու իր ժողովրդից։ Նա մեռավ Մոսկվայում 1980-ի ապրիլի 11-ին, 71 տարեկան։ Բայց նրա վերջին խնդրանքում նա ասաց. «Թաղել Երևանում»։ Անտոն Կոչինյանը դարձավ առաջին քարտուղար 1966-ի փետրվարի 5-ին։ Նա 8 տարի տիրեց Հայաստանին, 1966-ից մինչև 1974։ Նրա օրոք շարունակվեց Ցիցեռնակաբերդի հուշարձանի կառուցումը։ Այո, այն հուշարձանը, որ Զարոբյանը սկսեց։ Հուշարձանը բացվեց 1967-ի նոյեմբերի 29-ին։ Կոչինյանը մասնակցեց արարողությանը, բայց բոլորը գիտեին, դա Զարոբյանի աշխատանքն էր։ 1974-ին Կոչինյանին հեռացրին ղեկավարության մեջ լուրջ թերությունների պատճառով։ Նույն բանը, որ նա անել էր Զարոբյանի հետ, կարմայի դարձ։ Նա մեռավ 1990-ի դեկտեմբերի 1-ին, 77 տարեկան։ Մարդիկ ասում են, նա երկար տարիներ իր վերջին օրերին զղջում էր Զարոբյանի դեմ իր արածի համար։ Հովհաննես Բաղդասարյանի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նա մնաց երկրորդ քարտուղար մի ժամանակ, բայց հետո անհետացավ պատմությունից։ Գուցե դա լավագույնն է, դավաճանները հազվադեպ են հիշվում։ Գևորգ Տեր-Գազարյանցը շարունակեց բարձրանալ։ Նա մնաց երկրորդ քարտուղար 1964-ից 1973, ապա նա դարձավ դեսպան Սենեգալում, Գամբիայում, Զիմբաբվեում, 1973-ից 1987։ Նա ապրեց երկար, մեռավ 2023-ի դեկտեմբերի 31-ին, 100 տարեկան։ Տեր-Գազարյանցը երբեք հրապարակայնորեն չխոսեց 1966-ի դեպքերի մասին։ Նա պահպանեց լռությունը մինչև վերջ, բայց պատմությունը չի լռում։ 1974-ին Հայաստանում Կոչինյանին և իշխանության եկավ Կարեն Դեմիրճյանը։ Այդ ժամանակ Զարոբյանին առաջարկվեց վերադառնալ Երևան որպես Գերագույն խորհրդի նախագահության նախագահ,
բայց Դեմիրճյանը գործադրեց ամեն ջանք, որպեսզի դադարեցնի Զարոբյանի թեկնածությունը։ Ինչու՞։ Որովհետև Զարոբյանը խորհրդանիշ էր, եւ խորհրդանիշները վտանգավոր են նոր իշխանությունների համար։ Զարոբյանը չվերադարձավ։ 2018-ին Եղիշե Ասցատրյանը, Զարոբյանի ժամանակների մի քարտուղար, հրապարակեց իր հիշողությունները։ Նա գրեց. նախաձեռնող խումբը Զարոբյանի դեմ գլխավորում էին կառավարության նախագահ Անտոն Կոչինյանը եւ երկրորդ քարտուղար Հովհաննես Բաղդասարյանը, ովքեր կարողացան ներգրավել նաեւ քարտուղար Գևորգ Տեր-Գազարյանցին։ Հենց նրանք էին, որ ստիպեցին Զարոբյանին ստորագրել ծածկագիրը «Կա մենք ուսի ԿԿԻ-ին», որ նախագահության անդամների մի խումբը դրեց նրա հեռացման հարցը։ Հետո հանդիպման ժամանակ Բրեժնևը նախատեց Զարոբյանին. «Ինչու ստորագրեցիր այդ ծածկագիրը, Մոսկվա, Յակով, չստորագրեիր եւ ամեն ինչ»։ Սա է պատմական փաստը։ Շատերը չգիտեն, բայց Անտոն Կոչինյանը եւ Յակով Զարոբյանը մի ժամանակ ընկերներ էին։ Ոչ թե մոտ բարեկամներ, բայց գործընկերներ, ովքեր հարգում էին միմյանց։ 1952-ին, երբ Կոչինյանը դարձավ կառավարության նախագահ, Զարոբյանը աշխատում էր ԿԿ-ում։ Նրանք համագործակցեցին բազմաթիվ նախագծերում, եւ սկզբում նրանք լավ էին համագործակցում։ Բայց 1960-ին, երբ Զարոբյանը դարձավ առաջին քարտուղար, ամեն ինչ փոխվեց։ Կոչինյանը հանկարծ դարձավ երկրորդ մարդը։ 13 տարի նա եղել էր կառավարության նախագահ, իշխանության մի կենտրոն, բայց առաջին քարտուղարը միշտ ավելի հզոր էր, եւ Կոչինյանը սկսեց զգալ դա։ Ամեն հանդիպմանը Զարոբյանը խոսում էր առաջինը, ամեն որոշումը Զարոբյանն էր վերջնականացնում։ Կոչինյանը կատարում էր, բայց որոշում չէր կայացնում։ Սա նորմալ էր Սովետական Միությունում, բայց Կոչինյանի համար դա վիրավորանք էր։ Նա 13 տարի սպասել էր իր պահին, եւ երբ այդ պահը հասավ, ուրիշ մեկը նստեց իր տեղում։ 1962-ին Զարոբյանը եւ Կոչինյանը վիճեցին մի մեծ արդյունաբերական ծրագրի մասին։ Զարոբյանը ուզում էր կառուցել էլեկտրոնային սարքավորումների գործարան Երևանում։ Նա հավատում էր, որ Հայաստանը պետք է դառնա Սովետական Միության գիտական կենտրոն։ Կոչինյանը համաձայն էր, բայց նա ուզում էր կենտրոնացնել դրամաշնորհումը գյուղատնտեսության վրա։ Հայաստանը ուներ բարենպաստ կլիմա, եւ Կոչինյանը հավատում էր, որ պտուղների արտահանումը կբերեր ավելի մեծ եկամուտ։ Զարոբյանը մերժեց, նա ուզում էր գիտություն, ոչ թե պտուղ, եւ Մոսկվան համաձայնեց նրա հետ։ Սա էր առաջին անգամը, երբ Կոչինյանը զգաց, որ Զարոբյանը չի լսում խորհուրդը։ 1964-ին, երբ Զարոբյանը գրեց նամակը Մոսկվա Եղեռնի հիշատակի մասին, նա չխորհրդակցեց Կոչինյանի հետ, նա պարզապես գրեց եւ ուղարկեց։ Կոչինյանը իմացավ դրա մասին միայն, երբ Մոսկվան արձագանքեց։ Նա զայրացած էր։ Ոչ թե որովհետև դեմ էր հիշատակին, այլ որովհետև Զարոբյանը չէր տեղեկացրել նրան։ Կոչինյանը զգաց, որ Զարոբյանը նրան չի վստահում։ Եվ երբ դու սովետական համակարգում չես վստահվում, դու վտանգավոր ես դառնում։ 1965-ի ամռանը տեղի ունեցավ մի փոքր, բայց խորհրդանշական դեպք։ Ազգային սպորտի կոմիտեի նախագահը, մի մարդ, ում Կոչինյանը հովանավորում էր, մեղադրվեց կեղտիքի մեջ։ Զարոբյանը հրամայեց նրան հեռացնել անմիջապես, առանց քննության։ Կոչինյանը խնդրեց Զարոբյանին սպասել։ Նա ասաց, դա կարող էր լինել սխալ հասկացում, բայց Զարոբյանը չլսեց, նա հեռացրեց նրան։ Հետագայում պարզվեց, որ մարդը անմեղ էր, բայց Զարոբյանը երբեք չներողություն չխնդրեց։ Կտոչինյանի համար սա էր վերջին կաթիլը։ Զարոբյանը կոպիտ էր, անարդար էր եւ չէր լսում խորհուրդը։ Կոչինյանը որոշեց, Զարոբյանը պետք է գնա։ Հովհաննես Բաղդասարյանի մասին մենք գիտենք շատ քիչ, բայց այն ինչ գիտենք, բավական է հասկանալու նրա դրդապատճառները։ Բաղդասարյանը ծնվել էր 1918-ին։ Նա եղել է կոմսոմոլի աշխատող, ապա պարտիայի աշխատող։ Նա երբեք չեղել է առաջինը, միշտ երկրորդը։ Երբ նա դարձավ ԿԿ երկրորդ քարտուղար, նա հասկացավ, որ սա նրա առավելագույնն է։ Նա երբեք չէր դառնա առաջին քարտուղար, եթե Զարոբյանը չգնա։ Եվ Բաղդասարյանը սկսեց հավաքել ապացույցներ Զարոբյանի դեմ։ Ըստ վկայությունների, Բաղդասարյանը ունեցել է մի նոթատետր, որտեղ նա գրում էր Զարոբյանի թերությունները։ Զարոբյանը կոպիտ էր իր քարտուղարների հետ։ Գրեց. Զարոբյանը արհամարհում էր Կոչինյանին հանդիպումներում։ Գրեց. Զարոբյանը մերժեց Մոսկվայի մի առաջարկությունը։ Գրեց. Զարոբյանը թույլ տվեց ապրիլի 24-ի անօրինական ցույցը։ Գրեց. Յուրաքանչյուր ինքնին փոքր բան, բայց միասին դոսիե։
Եվ Բաղդասարյանը գիտեր, որ Մոսկվան սիրում է դոսիեներ։ 1565-ի ամռանը Բաղդասարյանը մոտեցավ Կոչինյանին։ Խոսակցությունը տեղի ունեցավ գաղտնի, բայց ըստ վկայությունների դա տեղի ունեցավ Կոչինյանի գրասենյակում։ Բաղդասարյանը ասաց. «Զարոբյանը կորցրել է վերահսկողությունը։ Ապրիլի 24-ը ապացույց էր, եթե մենք չանենք ինչ-որ բան, Մոսկվան կպատժի մեզ բոլորիս»։ Կոչինյանը համաձայնեց, բայց նա ավելացրեց. «Մենք չենք կարող գործել մենակ, մեզ հարկավոր է ևս մեկը»։ Եվ նրանք ընտրեցին Գևորգ Տեր-Գազարյանցին։ Տեր-Գազարյանցը բարդ դեպք էր, նա հավատարիմ էր Զարոբյանին, բայց նա նաև պրագմատիկ էր։ Բաղդասարյանը և Կոչինյանը մոտեցան նրան 1965-ի աշնանը։ Նրանք չպատմեցին նրան ամբողջ պլանը, նրանք պարզապես ասացին. «Զարոբյանը խնդրահարույց է, Մոսկվան դժգոհ է, եթե դու մնաս նրա կողմում, դու կընկնես նրա հետ միասին»։ Տեր-Գազարյանցը վախեցավ, նա 42 տարեկան էր, նա ուներ կարիերա, ընտանիք, ապագա, և նա չուզում էր կորցնել այդ ամենը Զարոբյանի համար։ Նա համաձայնեց։ Եվ այսպես երեքը բաժանեցին դերերը։ Կոչինյանը հիմնական թեկնածու, Մարթով կփոխարինի Զարոբյանին։ Բաղդասարյանը հավաքողը, Մարթով կհավաքի ապացույցները և կմեղադրի Զարոբյանին բյուրոյի հանդիպմանը։ Տեր-Գազարյանցը կապը, Մարթով կկապվի Մոսկվայի հետ և կկազմակերպի գաղտնի հանդիպումները։ Եվ նրանք սկսեցին։ Շատերը մտածում են, որ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը գործեցին անկախ, բայց դա ճիշտ չէ։ Սովետական Միությունում ամեն ինչ հսկվում էր, և Հայաստանը հատկապես։ KGB-ն ուներ գործակալներ ամեն հարկում, ամեն վարչությունում, ամեն բաժնում։ Երբ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը սկսեցին իրենց խաղը, KGB-ն արդեն գիտեր, և նրանք թույլ տվեցին դրան։ Մոսկվան 3 պատճառներ ուներ Զարոբյանին հեռացնելու։ Առաջին՝ ապրիլի 24-ի ցույցը։ Այն ցույց տվեց, որ Զարոբյանը թույլ տվեց անկարգություն։ Սովետական Միությունում անկարգությունը մեծագույն մեղքն էր։ Երկրորդ՝ Զարոբյանը չափազանց անկախ էր։ Նա չէր հարցնում Մոսկվայի թույլտվությունը յուրաքանչյուր որոշման համար։ Սա վտանգավոր նախադեպ էր։ Երրորդ՝ Զարոբյանը բացել էր Եղեռնի թեման։ Այս թեման բարդացնում էր հարաբերությունները Թուրքիայի հետ, և Մոսկվան չուզում էր բարդություններ։ Եվ այսպես, երբ Կոչինյանը և Բաղդասարյանը սկսեցին իրենց դավադրությունը, Մոսկվան պարզապես սպասեց։ 1965-ի նոյեմբերից մինչև 1966-ի հունվարը Տեր-Գազարյանցը 3 անգամ ճանապարհորդեց Մոսկվա։ Պաշտոնապես աշխատանքային այց էր, իրականում գաղտնի հանդիպումներ ԿՄԿ-ի ԿԿԿ-ի գործակալների հետ։ Առաջին հանդիպումը նոյեմբեր 1965-ին։ Տեր-Գազարյանցը ներկայացրեց իրավիճակը Հայաստանում։ Նա ասաց. «Զարոբյանը կորցրել է վերահսկողությունը, և բյուրոյի անդամները խիստ մտահոգված են»։ Երկրորդ հանդիպումը դեկտեմբեր 1965-ին։ Տեր-Գազարյանցը ներկայացրեց Բաղդասարյանի նոթատետրի պատճենը, Մոսկվան ուսումնասիրեց։ Երրորդ հանդիպումը հունվար 1966-ին։ Մոսկվան տվեց կանաչ լույս։ Նրանք ասացին. «Եթե Զարոբյանը ինքը խնդրի հեռանալ, մենք համաձայն կլինենք»։ Սա էր հիմնական խնդիրը։ Զարոբյանը պետք է ինքնակամ հեռանար։ Այլ կերպ Մոսկվան կթվար բռնապետ։ Հունվարի վերջին Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը ունեցան գաղտնի հանդիպում Զարոբյանի հետ։ Բյուրոյի անհատական խորհրդակցություն։ Նրանք ասացին Զարոբյանին. «Բյուրոյի անդամների մեծամասնությունը դժգոհ է նրա ղեկավարությունից»։ Նրանք ասացին. «Եթե հարցը հասնի պլենում, Զարոբյանը կկորցնի ամբողջական ձայներով, և դա ամոթալի կլինի»։ Նրանք առաջարկեցին ավելի արժանապատիվ լուծում։ Զարոբյանը կգրի նամակ Մոսկվա, խնդրելով առողջական պատճառներով ազատվել իր պաշտոնից։ Եվ Մոսկվան հարգալից կպատասխանի, և Զարոբյանը կստանա վստահելի աշխատանք Մոսկվայում։ Զարոբյանը հասկացավ, որ դա դատավճիռ է։ Նա կարող էր պայքարել, բայց պայքարը նշանակեր հրապարակային ամբաստանություն, հրապարակային նվաստացում և հավանականորեն ոչինչ Մոսկվայից։ Նա ընտրեց արժանապատիվ ելքը։ Նա ստորագրեց նամակը։ Փետրվարի 3-ին նամակը ուղարկվեց Մոսկվա։ Փետրվարի 5-ին պլենումը հաստատեց Զարոբյանի խնդրանքը։ Փետրվարի 5-ի առավոտը Զարոբյանը արթնացավ Երևանում իր բնակարանում։ Նա գիտեր, որ այսօր նրա վերջին օրն է որպես Հայաստանի առաջին քարտուղար։ Նա հագնվեց, լվացվեց, նայեց հայելուն։ Նա 57 տարեկան էր, բայց թվում էր ավելի ծեր։ Նա մտածեց իր հոր մասին, Մկրտիչ Զուրաբյանի, ով փախել էր Արթվինից 1914-ին։ Նա մտածեց էշի մասին, որը տանում էր նրանց ողջ կյանքը։
Եվ նա մտածեց, արդյոք սա էր այն, ինչի համար նրանք փախել էին։ Նա հեռացավ տնից առանց նախաճաշելու։ Կապապլենումը տեղի ունեցավ Երևանի կենտրոնական պալատում։ Սենյակը լեցուն էր։ Մոտավորապես 200 մարդ, կակա անդամներ, թեկնածուներ, հրավիրյալներ։ Զարոբյանը նստեց առաջին շարքում, կողքում նրան Կոչինյանը։ Նրանք չխոսեցին միմյանց հետ։ Բաղդասարյանը բացեց հանդիպումը։ Նա կարդաց օրակարգի թիվ 1-ը, Զարոբյանի նամակը, Մոսկվա։ Նամակը կարճ էր։ Առողջական պատճառներով ես խնդրում եմ ազատել ինձ ՀՍՍՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից։ Բաղդասարյանը ավարտեց կարդալը եւ սենյակը լռեց։ Ստեպան Պողոսյանը, ՀՍԿ առաջին քարտուղարը, նստած էր երրորդ շարքում։ Տարիներ անց նա գրեց իր հիշողությունները։ Սենյակը լռեց, ոչ ոք չխոսեց։ Բոլորը գիտեին, որ դա չէր Զարոբյանի ընտրությունը, բայց ոչ ոք չհամարձակվեց բարձրաձայնել։ Բաղդասարյանը խնդրեց ձայնի դնել։ Ձայները հաշվվեցին, միաձայն։ Զարոբյանի խնդրանքը ընդունվեց։ Ապա Բաղդասարյանը առաջարկեց նոր թեկնածու, Անտոն Կոչինյան։ Ձայները հաշվվեցին, միաձայն, եւ ամեն ինչ վերջացավ։ 20 րոպե։ Զարոբյանի 5 տարին որպես առաջին քարտուղար վերջացավ 20 րոպեում։ Պլենումի վերջում Զարոբյանին տրվեց հնարավորություն խոսել։ Նա ոտքի ելավ։ Նա նայեց սենյակին։ Նա տեսավ Կոչինյանին, Բաղդասարյանին, Տեր-Գազարյանցին։ Նա ասաց. «Ես ծառայեցի Հայաստանին իմ լավագույն ունակությամբ։ Ես երբեք չմտածեցի անձնական շահերի մասին։ Ես միշտ մտածեցի ժողովրդի մասին։ Եթե ես սխալներ կատարեցի, ես ներողություն եմ խնդրում, բայց ես երբեք չեմ զղջա, որ բացեցի Եղեռնի թեման։ Սա պարտականություն էր։ Ես հեռանում եմ, բայց ես հուսով եմ, որ Հայաստանը կշարունակի ճանապարհը դեպի ավելի լավ ապագա»։ Նա նստեց։ Ոչ ոք չծափահարեց։ Պլենումից հետո Զարոբյանը գնաց իր գրասենյակ։ Նա հավաքեց իր անձնական իրերը՝ գրքեր, լուսանկարներ, փաստաթղթեր։ Նրա օգնականը երիտասարդ մարդ, ով աշխատել էր նրա հետ 3 տարի, ներս մտավ։ Նա լաց էր լինում։ Զարոբյանը նայեց նրան եւ ասաց. «Մի լա։ Քաղաքականությունում դա տեղի է ունենում։ Մարդիկ բարձրանում են, մարդիկ ընկնում են։ Կարևորը դու շարունակես աշխատել Հայաստանի համար»։ Նա հեռացավ գրասենյակից։ Վերջին անգամ նա նայեց Երևանի դեպի պատուհանից։ Քաղաքը, որը նա սիրում էր, ապա նա փակեց դուռը։ Փետրվարի 20-ին Զարոբյանը տեղափոխվեց Մոսկվա։ Նա նշանակվեց փոխնախարար էլեկտրատեխնիկական արդյունաբերության ԽՍՀՄ-ում։ Պաշտոնը լավ թվում էր թղթի վրա, բայց իրականում դա էր քաղաքական արտաքսանք։ Զարոբյանը ստացավ գրասենյակ, քարտուղար եւ շատ քիչ իրական աշխատանք։ Նրա պաշտոնական պարտականությունները ներառում էին համակարգում ու կոորդինացում, բայց Սովետական Միությունում բոլորը գիտեին, թե ինչ է դա նշանակում։ Դա նշանակում էր նստի հանգիստ եւ մի խանգարի։ Զարոբյանին տրվեց բնակարան Մոսկվայի կենտրոնում։ 3 սենյակ, Արբատի մոտ։ Բնակարանը հարմարավետ էր, բայց դատարկ։ Նրա կինը Աննան եկավ նրա հետ, բայց նրանց երեխաները մնացել էին Երևանում։ Եվ Զարոբյանը զգում էր մենություն։ Ամեն օր նա արթնանում էր, գնում աշխատանքի, կատարում անիմաստ խնդիրներ եւ վերադառնում տուն։ Ամեն երեկո նա նստում էր պատուհանի մոտ եւ նայում Մոսկվայի փողոցներին։ Բայց նա չէր նայում Մոսկվան, նա նայում էր Երևանի ուղղությամբ։ Ըստ նրան մոտ եղած մարդկանց Զարոբյանը երբեք չխոսեց Կոչինյանի կամ Բաղդասարյանի մասին։ Նա երբեք չմեղադրեց նրանց հրապարակայնորեն, բայց ներսում նա ջախջախված էր։ Նա զգում էր դավաճանված, ոչ թե Մոսկվայի կողմից, այլ իր սեփական մարդկանց կողմից։ Նրա կինը Աննան ասում էր, նա երբեք նույնը չէր, նա ժպտում էր, բայց նրա աչքերը դատարկ էին։ Նա խոսում էր, բայց նրա խոսքերը մեխանիկ էին։ Մի մասը նրա մեռել էր 1966-ի փետրվարին։ Երբեմն Զարոբյանը այցելում էր Երևան, պաշտոնական այց էր, համակարգող հանդիպումներ, բայց նա միշտ մնում էր սենյակներում, չգնար փողոց։ Ինչու՞։ Որովհետև նա վախենում էր հանդիպել մարդկանց, ովքեր հիշում էին նրան։ Վախենում էր տեսնել նրանց հայացքները, վախենում էր լսել նրանց հարցերը, ինչու գնացիր։ Նա չէր կարող պատասխանել, որովհետև ճիշտ պատասխանը կլիներ ինձ դավաճանեցին, եւ նա չուզում էր ասել դա։ 1968-ին Զարոբյանը հանդիպեց Լեոնիդ Բրեժնևի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Կրեմլում, պաշտոնական խորհրդակցական հանդիպում։ Բրեժնևը հարցրեց Զարոբյանին. «Ինչպես ես Մոսկվայում»։ Զարոբյանը պատասխանեց. «Լավ»։ «Ընկեր, շնորհակալություն»։ Բրեժնևը նայեց նրան եւ ասաց. «Յակով, ես գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ։
Կոչինյանը եւ Բաղդասարյանը խաղացին գաղտնի խաղ, բայց դու նաեւ խաղացիր։ Դու ստորագրեցիր այդ ծածկագիրը։ Ինչու։ Զարոբյանը լռեց, ապա նա ասաց. որովհետև ես չուզում էի հրապարակային դատավարություն, ես ծառայեցի Հայաստանին, ես չուզում էի, որ Հայաստանը տուժեր իմ պատճառով։ Բրեժնևը ուսերը թոթվեց եւ ասաց. դու շատ պատվավոր ես, Յակով, բայց քաղաքականությունում պատվականությունը երբեմն թուլություն է։ Հանդիպումը վերջացավ, Զարոբյանը հեռացավ, նա երբեք այլևս չտեսավ Բրեժնևին։ 1974-ի նոյեմբերի 27-ին ԽՍՀՄ ԿԿ պլենումը հեռացրեց Անտոն Կոչինյանին ՀՍՍՀ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից։ Պատճառը ղեկավարության մեջ լուրջ թերություններ։ Իրոնիան կոպիտ էր, Կոչինյանը հեռացվեց ճիշտ նույն ձևակերպմամբ, ինչ ինքը օգտագործել էր Զարոբյանի դեմ 8 տարի առաջ։ Կոչինյանի փոխարեն նշանակվեց Կարեն Դեմիրճյան, 42 տարեկան, լիովին նոր սերունդ։ 1974-ի դեկտեմբերին Մոսկվայից Զարոբյանին կատարվեց զանգ, անհայտ ձայն, Զարոբյան ընկեր։ Կարող եք գալ հանդիպման։ Զարոբյանը գնաց։ Հանդիպումը տեղի ունեցավ Կամը-Կուսի Կակա շենքում։ Մի բարձրաստիճան գործակալ, ում Զարոբյանը չգիտեր անունը, ասաց. Զարոբյան ընկեր, Կոչինյանը հեռացված է, Հայաստանին հարկավոր է փորձված ղեկավար։ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնի համար դուք հարմար թեկնածու եք, կհամաձայնվեք վերադառնալ Երևան։ Զարոբյանի սիրտը ցատկեց, վերադարձ, Երևան, տուն։ Բայց նա նաև գիտեր, որ դա ծուղակ կարող էր լինել։ Նա հարցրեց. ով է նոր առաջին քարտուղարը։ Կարեն Դեմիրճյան։ Զարոբյանը չգիտեր Դեմիրճյանին, բայց նա հարցրեց. արդյոք նա համաձայն է։ Գործակալը լռեց, ապա ասաց. մենք կխորհրդակցենք նրա հետ։ Երկու շաբաթ անց Զարոբյանին զանգեցին նորից, նույն գործակալը։ Զարոբյան ընկեր, ցավում եմ, Դեմիրճյան ընկերը կարծում է, որ ձեր վերադարձը կստեղծի բարդություններ, եղծի բարդություններ, նա նախընտրում է ուրիշ թեկնածու։ Զարոբյանը հասկացավ, Դեմիրճյանը վախենում էր Զարոբյանի ստվերից, երբ դու առաջին քարտուղար ես, դու չես ուզում, որ նախորդ առաջին քարտուղարը լինի քո կողքին, հատկապես եթե այդ նախորդը լեգենդար է։ Զարոբյանը չվիճեց, նա պարզապես ասաց. ես հասկանում եմ, շնորհակալություն։ Նա երբեք այլևս չլսեց Երևան վերադառնալու մասին։ Ըստ մարդկանց, ովքեր գիտեին Կոչինյանին 1974-ից հետո, նա պահպանում էր լռությունը Զարոբյանի մասին, բայց նրա վերջին տարիներին, 1980-ականների վերջին, նա խոսեց իր ընկերներից մեկի հետ։ Ես սխալվեցի, Զարոբյանը ճիշտ էր Եղեռնի մասին, ես չէի պետք է դեմ լինեի նրան, բայց այն ժամանակ ես մտածում էի միայն իմ կարիերայի մասին, ես վախենում էի Մոսկվայից, և ես զոհաբերեցի նրան։ Կոչինյանը մեռավ 1990-ին, Զարոբյանից 10 տարի հետո։ Մարդիկ ասում են, նա զղջում էր մինչև վերջ։ 1979-ի աշնանը Զարոբյանը հիվանդացավ, սիրտ։ Բժիշկները ասացին նյարդաստրես, տարիքի խնդիրներ, գենետիկա, բայց Աննան գիտեր ճշմարտությունը, ջախջախված սիրտ։ Զարոբյանը ընդունվեց հիվանդանոց 1980-ի մարտին, կարդիոլոգիական բաժանմունք, Մոսկվա։ Նա շատ ուժեղ չէր, բայց գիտակցական էր։ Նա խնդրեց թուղթ և գրիչ, նա գրեց 2 նամակ։ Առաջին նամակը իր ընտանիքին. ես սիրում եմ ձեզ, մի լացեք, ես ապրեցի լավ կյանք, ես ծառայեցի Հայաստանին, սա բավական է։ Երկրորդ նամակը հանգուցյալների ծառայությունների կոմիտեին. երբ ես մեռնեմ, ես խնդրում եմ թաղել Երևանում, ոչ Մոսկվայում։ Երևանը իմ տունն է, այնտեղ է իմ տեղը։ Ապրիլի 11-ի առավոտյան ժամը 6:20 րոպեին Յակով Նիկիտի Զարոբյանի սիրտը դադարեց բաբախել։ Նա 71 տարեկան էր, Աննան նրա կողքին էր, նա բռնեց նրա ձեռքը և լացավ։ Բժիշկները փորձեցին վերակենդանացում, բայց անօգուտ, Զարոբյանը մեռավ։ Ապրիլի 13-ին Զարոբյանի մարմինը տեղափոխվեց Երևան։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ օպերայի հրապարակում։ Հազարավոր մարդիկ եկան, ոչ պաշտոնական հրավեր, պարզապես մարդիկ, ովքեր հիշում էին Զարոբյանին, ովքեր հիշում էին, որ նա բացեց Եղեռնի թեման, ովքեր հիշում էին, որ նա պաշտպանեց ժողովրդի ձայնը։ Կարեն Դեմիրճյանը ներկա էր, նա պաշտոնական խոսք ասաց. Զարոբյան ընկերը ծառայեց Հայաստանին բազմաթիվ տարիներ, մենք հարգում ենք նրա ծառայությունը։ Անտոն Կոչինյանը չներկա էր, նա հիվանդ էր, բայց ըստ վկաների,
նա խնդրեց իր ընտանիքից տանել ծաղիկներ։ Հովհաննես Բաղդասարյանը չներկա էր, ոչ ոք չգիտեր, թե որտեղ էր նա։ Գևորգ Տեր-Գազարյանցը ներկա էր, նա կանգնեց հեռվում, լուռ, նա չխոսեց ոչ մեկի հետ։ Զարոփյանը թաղվեց Երևանում, Կոմիտասի Պանթեոնում։ Նրա գերեզմանի քարին գրված էր Յակով Նիկիտի Զարոփյան, 1908-ից մինչև 1980, Հայաստանի ծառա։ Զարոփյանի ամենամեծ ժառանգությունը Ծիծեռնակաբերդի հուշարձանն է, հուշարձանը, որը նա պայքարեց կառուցել 1964-ից մինչև 65-ին, որն ավարտվեց 1967-ին և որը դեռ կանգուն է այսօր։ Ամեն տարի ապրիլի 24-ին 100 հազարավոր մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերին։ Այդ մարդիկը շատերը չգիտեն, որ Ծիծեռնակաբերդը գոյություն ունի, քանի որ մի մարդ համարձակվեց կռվել Մոսկվայի դեմ։ Այդ մարդը Յակով Զարոփյանն էր։ Անտոն Կոչինյանը մեռավ 1990-ին, ձղճալով։ Հովհաննես Բաղդասարյանը անհետացավ պատմությունից, մոռացված։ Գևորգ Տեր-Գազարյանցը ապրեց 100 տարի, հարուստ կարիերայով, բայց երբեք չխոսեց 1966-ի դեպքերի մասին։ Եվ Յակով Զարոբյանը մեռավ արտաքսանքում, բայց նրա անունը հիշվում է։ 2018-ին Եղիշե Ասցատրյանը հրապարակեց իր հուշերը, գիրքը կոչվում էր 20-րդ դար, Հայաստանի կառուցման ճանապարհին։ Այդ գրքում Ասցատրյանը բացեց ճշմարտությունը Զարոբյանի հեռացման մասին, նա անվանեց անունները՝ Կոչինյան, Բաղդասարյան, Տեր-Գազարյանց։ Նա նկարագրեց գաղտնի հանդիպումները, ծածկագիրը, ստիպված ստորագրությունը։ Գիրքը ազդեց, մարդիկ սկսեցին քննարկել, պատմաբանները սկսեցին ուսումնասիրել, և աստիճանաբար ճշմարտությունը բացվեց։ Զարոբյանը դավաճանված էր, ոչ թե Մոսկվայի կողմից, այլ իր սեփական մարդկանց կողմից։ Զարոբյանի պատմությունը սովորեցնում է մեզ 3 դաս։ Առաջին, համակարգում բարեկամություն չկա, կա միայն օգտակարություն։ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը չմտածեցին ազգի մասին, նրանք մտածեցին իրենց կարիերայի մասին։ Երկրորդ, քաղաքականությունը դաժան է։ Զարոբյանը ծառայեց Հայաստանին 5 տարի որպես առաջին քարտուղար և 20 տարի ավելի ցածր դիրքերում, բայց 20 րոպեում նրա կարիերան ավարտվեց։ Երրորդ, ժառանգությունը կարևոր է։ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը ապրեցին երկար կյանքեր և ունեցան հարուստ կարիերաներ, բայց նրանք հիշվում են որպես դավաճաններ։ Զարոբյանը մեռավ արտաքսանքում, բայց նա հիշվում է որպես հերոս։ 2015-ի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհը նշեց Եղեռնի 100-ամյակը։ Երևանում միլիոն մարդ գնաց Ծիծեռնակաբերդ։ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը ասաց իր խոսքում. «Մենք այսօր հիշում ենք զոհերին, բայց մենք նաև հիշում ենք նրանց, ովքեր պայքարեցին ճանաչման համար»։ Յակով Զարոբյանը մեզանից մեկն էր։ Նա բացեց դուռը 1965-ին, և մենք երբեք չպետք է մոռանանք նրա համարձակությունը։ Բայց պաշտոնական հուշարձան Զարոբյանին դեռևս չկա Երևանում, միայն գերեզման Կոմիտասի Պանթեոնում։ Զարոբյանը դեռևս մոռացված է, որովհետև նա անհարմար է, նա սովետական ղեկավար էր։ Երկրում, որ այժմ անկախ է, սովետական անցյալը հաճախ անտեսվում է կամ քննադատվում է։ Բայց Զարոբյանի պատմությունը ավելին է, քան սովետական պատմություն։ Դա պատմություն է մի մարդու մասին, ով համարձակվեց ասել ճշմարտությունը, երբ բոլորը լռում էին։ Դա պատմություն է դավաճանության մասին, ոչ թե իշխանությունների կողմից, այլ ընկերների կողմից։ Դա պատմություն է, որը պետք է պատմվի։ Այսօր, 2026-ին, Յակով Զարոբյանը մեռած է 46 տարի։ Անտոն Կոչինյանը մեռած է 36 տարի։ Հովհաննես Բաղդասարյանը ամենայն հավանականությամբ նույնպես մեռած է։ Գևորգ Տեր-Գազարյանցը մեռավ 2023-ին։ Բոլոր դերասանները գնացել են, բայց պատմությունը մնում է։ Եվ ամեն ապրիլի 24-ին, երբ 100 հազարավոր մարդիկ բարձրանում են Ծիծեռնակաբերդ, նրանք քայլում են Զարոբյանի ժառանգությամբ։ Նրանք գուցե չգիտեն նրա անունը, բայց նրանք ապրում են նրա համարձակությամբ։ Եվ սա է իսկական ժառանգությունը, ոչ թե անունը, այլ գործը։ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը դավաճանեցին Զարոբյանին։ Նրանք բացեցին ճանապարհ Կրեմլի համար առանց աղմուկի։ Նրանք մտածեցին իրենց մասին, ոչ թե ազգի մասին։ Բայց պատմությունը արդարացի է, Զարոբյանը հիշվում է, դավաճանները մոռացված են։ Եվ Ծիծեռնակաբերդը դեռևս կանգուն է։
Յուրաքանչյուր ապրիլի 24-ին, երբ մենք բարձրանում ենք այդ լեռ, մենք պետք է հիշենք մի բան. այդ հուշարձանը կանգնեցրեց մի մարդ, ով համարձակվեց խոսել, երբ բոլորը լռում էին։ Մի մարդ, ում դավաճանեցին նրա ամենամոտ ընկերները։ Մի մարդ, ով կորցրեց ամեն ինչ, բայց երբեք չկորցրեց իր պատիվը։ Յակով Նիկիտի Զարոբյան, 1908-ից մինչև 1980։ Հայաստանի ծառա, Եղեռնի ձայնը, դավաճանված հերոսը։ Նրա անունը պետք է հիշվի, նրա պատմությունը պետք է պատմվի, նրա համարձակությունը պետք է տոնվի, որովհետև ի վերջո ճշմարտությունը միշտ ապա 100 տարի հետո, բայց միշտ հաղթում է։ Եվ Զարոբյանի ճշմարտությունը այս է. նա սիրեց Հայաստանը, նա պաշտպանեց Հայաստանը, նա դավաճանված էր իր սեփական մարդկանց կողմից, բայց նա երբեք չզղջաց իր ընտրության համար։ Դա է հերոսությունը։ Բայց պատմությունը չվերջանում է այստեղ։ Կան դեռ շատ մանրամասներ, որոնք երբեք չեն պատմվել, մանրամասներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր իրականում աշխատում սովետական համակարգը, ինչպես էին մարդիկ ընտրում իրենց ճանապարհը, եւ ինչպես էր դավադրությունը կառուցվում, շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս։ Եկեք վերադառնանք 1965-ի վերջին, նոյեմբեր։ Երևանում արդեն սկսել էր ձյունը։ Անտոն Կոչինյանի գրասենյակում 3 մարդ նստած էին շրջապատի սեղանի մոտ։ Կոչինյան, Բաղդասարյան, Տեր-Գազարյանց։ Դուռը փակ էր։ Քարտուղարուհուն ասված էր ոչ ոք չպետք է մտնի։ Բաղդասարյանը բացեց իր նոթատետրը։ Նա սկսեց կարդալ։ Զարոբյանի անվանական սխալները, մեկ առ մեկ։ Զարոբյանը կոպիտ էր քարտուղարների հետ։ Երբեմն նա գործ էր գալիս ուշ եւ ոչ ոք չէր համարձակվում նախատել նրան։ Երբեմն նա որոշումներ էր կայացնում առանց բյուրոյի հետ խորհրդակցելու։ Երբեմն նա չէր լսում Մոսկվայի խորհուրդները։ Կոչինյանը լսում էր։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր սխալ ինքնին փոքր էր, բայց միասին նրանք ստեղծում էին պատկեր։ Պատկեր մի մարդու, ով կորցրել էր հսկողությունը։ Պատկեր մի մարդու, ով վտանգավոր էր համակարգի համար։ Տեր-Գազարյանցը նայում էր պատուհանով դուրս, նա լռում էր։ Նա գիտեր, որ եթե մասնակցի այս խաղին, նա կկորցնի մի բան կարևոր, բայց եթե չմասնակցի, նա կորցնի ավելի շատ բան՝ իջ կարիերան։ Կոչինյանը դարձավ դեպի Տեր-Գազարյանցը։ Գևորգ, մենք հասկանում ենք, որ քեզ համար դա դժվար է, բայց դու պետք է ընտրես։ Զարոբյանը մեղավոր է անկարգության մեջ։ Եթե Մոսկվան իմանա, որ մենք գիտեինք եւ լռեցինք, մենք բոլորս կընկնենք։ Տեր-Գազարյանցը շրջվեց, նա նայեց Կոչինյանին, ապա Բաղդասարյանին։ Նա տեսավ նրանց աչքերում վճռականությունը եւ նա հասկացավ, նրանք արդեն որոշել են։ Հարցը միայն այն է, արդյոք նա կլինի նրանց հետ, թե դեմ։ Լավ, նա ասաց, ես ձեզ հետ եմ, բայց մենք պետք է զգույշ լինենք, եթե Զարոբյանը իմանա վաղ, նա կկարողանա պաշտպանվել։ Կոչինյանը ժպտաց։ Մի անհանգստացիր, Զարոբյանը չի իմանա, մինչև չլինի ուշ։ Եվ այդ խոսքերով դավադրությունը պաշտոնապես սկսվեց։ Հաջորդ մի քանի շաբաթներից ընթացքում Տեր-Գազարյանցը 3 անգամ ճանապարհորդեց Մոսկվա։ Յուրաքանչյուր անգամ նա հանդիպում էր տարբեր մարդկանց՝ ԿՄԿ-ի, ԿԿ-ի գործակալներ, ԿԳԲ-ի ներկայացուցիչներ, հին ընկերներ, ովքեր աշխատում էին կենտրոնական ապարատում։ Յուրաքանչյուր հանդիպմանը նա ասում էր նույն բանը. Հայաստանում իրավիճակը բարդ է։ Զարոբյանը թույլ տվեց անօրինական ցույց։ Բյուրոյի անդամները մտահոգված են, մենք վախենում ենք, որ իրավիճակը կարող է վատթարանալ։ Մոսկվայի մարդիկ լսում էին, նրանք արդեն գիտեին դրա մասին։ ԿԳԲ-ն արդեն ուղարկել էր զեկույց ապրիլի 24-ի դեպքերի մասին, բայց արդյունքան երևում էր, որ Զարոբյանի թիմի ներսում էլ կան մարդիկ, ովքեր դժգոհ են։ Սա էր կարևոր, որովհետև Մոսկվան երբեք չէր հեռացնում առաջին քարտուղարին, եթե նրա թիմը հավատարիմ էր նրան։ Բայց եթե թիմը բաժանված էր, եթե ներսում կոնֆլիկտ կար, ապա Մոսկվան կարող էր միջամտել։ Դեկտեմբերի սկզբին Տեր-Գազարյանցը ստացավ հրավեր պաշտոնական հանդիպման ԿՄԿ-ի, ԿԿ-ի շենքում։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ գրասենյակում, 3-րդ հարկում։ Հանդիպանը ներկա էր ԿՄԿ-ի, ԿԿ-ի քարտուղարների մեկը։ Անունը կարևոր չէ, կարևորը դերն է։ Քարտուղարը նայեց Տեր-Գազարյանցին։ Գևորգ Ստեփանովիչ, մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը բարդ է։ Մենք հասկանում ենք, որ Զարոբյան ընկերը կատարել է մի քանի սխալներ։ Մենք նաև հասկանում ենք, որ դուք եւ ձեր գործընկերները մտահոգված եք։ Տեր-Գազարյանցը գլուխը թեքեց։ Այո, ընկեր, մենք մտահոգված ենք։ Քարտուղարը շարունակեց. Հարցը հետևյալն է. արդյոք կարող է Զարոբյան ընկերը շարունակել իր աշխատանքը,
թե մենք պետք է մտածենք այլընտրանքների մասին։ Սա էր հիմնական հարցը, եւ Տեր-Գազարյանցը գիտեր, որ նրա պատասխանը կորոշի ամեն ինչ։ Եթե նա ասեր այո, Զարոբյանը կարող է շարունակել, ապա Մոսկվան կսպասեր։ Եթե նա ասեր ոչ, պետք է այլընտրանք, ապա Մոսկվան կսկսեր գործել։ Տեր-Գազարյանցը խորը շունչ քաշեց։ Ընկեր, ես կարծում եմ, որ Զարոբյան ընկերը լավ մարդ է, բայց նա կորցրել է կապը իրականության հետ։ Նա չի հասկանում, որ յուրաքանչյուր նրա որոշումն ազդում է մեր բոլորի վրա։ Ես կարծում եմ, որ Հայաստանին հարկավոր է ավելի պատասխանատու ղեկավար։ Քարտուղարը գլուխը թեքեց։ Հասկանում եմ, եւ արդյոք դուք ունեք առաջարկ այլընտրանքի համար։ Տեր-Գազարյանցը գիտեր այդ հարցը հայտնվելու էր։ Նա նախապատրաստված էր։ Ընկեր, ես կարծում եմ, որ Կոչինյան ընկերը լավագույն թեկնածուն է։ Նա 13 տարի աշխատել է կառավարության նախագահ, նա ճանաչում է համակարգը, նա հավատարիմ է, եւ նա գիտե, թե ինչպես աշխատել Մոսկվայի հետ։ Քարտուղարը գրում էր. լավ, շնորհակալություն ձեր ազնիվ կարծիքի համար, մենք կմտածենք դրա մասին։ Հանդիպումը վերջացավ, Տեր-Գազարյանցը դուրս եկավ գրասենյակից, նա զգաց, որ ինչ-որ բան փոխվել է, նա հենց որ դավաճանել էր իր առաջնորդին, եւ նա գիտեր, որ այլևս հետ ճանապարհ չկա։ Երբ Տեր-Գազարյանցը վերադարձավ Երևան, նա անմիջապես գնաց Կոչինյանի գրասենյակ։ Կոչինյանը եւ Բաղդասարյանը նստած էին եւ սպասում էին։ Նրանք տեսան Տեր-Գազարյանցի դեմքը եւ հասկացան. Միսիան տվեց կանաչ լույս։ Կոչինյանը հարցրեց։ Տեր-Գազարյանցը գլուխը թեքեց։ Նրանք շահագրգռված են, նրանք պատրաստ են քննարկել այլընտրանք։ Բայց մենք պետք է մնանք հանգիստ, եթե Զարոբյանը կասկածի, նա կկարողանա պաշտպանվել։ Կոչինյանը ուրախացավ, բայց նա փորձեց թաքցնել դա։ Լավ, ապա մենք շարունակում ենք ըստ պլանի։ Բաղդասարյան, դու պետք է շարունակես հավաքել ապացույցները։ Տեր-Գազարյանց, դու պետք է պահպանես կապը Մոսկվայի հետ, եւ ես կսկսեմ նախապատրաստվել։ Բաղդասարյանը նայեց Կոչինյանին։ Նախապատրաստվել ինչի։ Կոչինյանը ժպտաց. դառնալ առաջին քարտուղար։ Հաջորդ ամիսը, հունվարի 1966-ին, դավադրությունը մտավ իր վերջին փուլի մեջ։ Բաղդասարյանը հավաքեց բավական ապացույցներ Զարոբյանի սխալների, թերությունների, կոպտությունների մասին։ Տեր-Գազարյանցը ստացավ Մոսկվայից վերջնական կանաչ լույս, եւ Կոչինյանը սկսեց կազմակերպել վերջին հարվածը։ Բայց կար մի խնդիր. Զարոբյանը չէր կարող պարզապես հեռացվել։ Սովետական միությունում առաջին քարտուղարները երբեք չէին հեռացվում բռնությամբ։ Նրանք միշտ հեռանում էին ինքնակամ։ Նրանք ինքնակամ գրում էին հրաժարականի դիմում, առողջական պատճառներով, կամ անձնական պատճառներով, կամ այլ պատճառներով։ Եվ այստեղ էր հիմնական խնդիրը. ինչպես ստիպել Զարոբյանին գրել այդ նամակը, ինչպես ստիպել նրան դավաճանել իր սեփական կարիերային։ Կոչինյանը մտածեց երկար, ապա նրա մեջ ծագեց գաղափար։ Նա պետք էր ստեղծել իրավիճակ, որտեղ Զարոբյանը կզգար, որ նա թերմեց մնացության։ Իրավիճակ, որտեղ Զարոբյանը կհասկանար, որ եթե նա չգրի նամակը, ապա բյուրոն նրան հրապարակայնորեն կմեղադրի եւ կհեռացնի ամոթալի կերպով։ Սա էր պլանը։ Եվ հունվարի վերջին Կոչինյանը, Բաղդասարյանը եւ Տեր-Գազարյանցը հավաքվեցին իրենց գաղտնի հանդիպման վերջին անգամ։ Նրանք քննարկեցին յուրաքանչյուր մանրամասն, յուրաքանչյուր բառ, որ նրանք կասեն Զարոբյանին, յուրաքանչյուր արգումենտ, որ նրանք կօգտագործեն։ Փետրվարի 1-ին նրանք մտան Զարոբյանի գրասենյակ, եռյակը։ Նրանք ասացին, որ ունեն քննարկելու կարևոր բան։ Զարոբյանը նրանց տեղ տվեց նստել։ Նա չգիտեր, որ դա կլինի վերջին անգամ, երբ նա նստում է իր գրասեղանի ետևում որպես առաջին քարտուղար։ Կոչինյանը սկսեց. Յակով Նիկիտիչ, մենք ձեզ հետ եկել ենք որպես ձեր ընկերներ։ Մենք աշխատել ենք ձեզ հետ բազմաթիվ տարիներ, եւ մենք հարգում ենք ձեր ծառայությունը Հայաստանի համար։ Բայց մենք պետք է ասենք ձեզ ճշմարտությունը։ Բյուրոյի անդամները դժգոհ են ձեր ղեկավարությունից։ Զարոբյանը հենց նախեց, նա նայեց Կոչինյանին։ Ինչ ես ասում։ Որ անդամները դժգոհ են։ Բաղդասարյանը բացեց իր նոթատետրը։ Յակով Նիկիտիչ, մենք հավաքել ենք տեղեկություններ։ Բյուրոյի 7 անդամներից 5-ը ստորագրել են նամակ, որտեղ նրանք արտահայտում են դժգոհություն ձեր սխալների վրա։ Ապրիլի 24-ի ցույցը, սպորտ կոմիտեի ինցիդենտը, արդյունաբերական ծրագրի մերժումը, Մոսկվայի հետ կոնֆլիկտները։ Զարոբյանը լռեց։ Նա չէր սպասում դրան։ Նա հավատում էր, որ բյուրոն հավատարիմ է նրան, բայց հիմա Բաղդասարյանը ասում էր նրան, որ 5 անդամները դեմ են նրան։ Տեր-Գազարյանցը շարունակեց. Յակով Նիկիտիչ, մենք խոսեցինք Մոսկվայի հետ։ Նրանք նույնպես մտահոգված են։
Նրանք չեն ցանկանում հրապարակային սկանդալ, բայց եթե բյուրոն ձեր դեմ դիմելով այս հարցը պլենում, ապա Մոսկվան կկողմնակցի բյուրոին, Զարոբյանը հարցրեց, եւ ինչ եք առաջարկում։ Նամակը փետրվարի 3-ին ուղարկվեց Մոսկվա, փետրվարի 5-ին պլենումը հաստատեց Զարոբյանի խնդրանքը, եւ ամեն ինչ վերջացավ։ 20 րոպեում մի մարդու կարիերան, որը տևել էր 40 տարի, ավարտվեց, բայց դրա հետևանքները դեռ պետք է իրականանան։ Եվ Յակով, դավաճանություն, դա չէ փրկությունը, Զարոբյանը գլուխը ցրտեց։ Գուցե դու ճիշտ ես, բայց ես դեռ զգում եմ դավաճանված։ Նրանք հավաքեցին իրենց իրերը, ոչ շատ։ Զարոբյանը չէր ուզում տանել շատ բան Երևանից։ Նա ուզում էր թողնել ամեն ինչ այստեղ, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա ցավը։ Երբ նրանք դուրս եկան բնակարանից, մի փոքր խումբ մարդիկ սպասում էր դրսում։ Զարոբյանի նախկին օգնականները, քարտուղարները, ընկերները։ Նրանք եկել էին հրաժեշտ տալու։ Մեկը երիտասարդ մարդ անունով Արամ մոտեցավ Զարոբյանին։ Նրա աչքերում արտասուքներ էին։ Յակով Նիկիտիչ, նա ասաց, մենք երբեք չենք մոռանա ձեր արածը Հայաստանի համար։ Դուք բացեցիք Եղեռնի թեման, դուք տվեցիք մեզ ձայն։ Զարոբյանը գրկեց նրան։ Շնորհակալություն Արամ, բայց դու պետք է շարունակես, դու եւ քո սերունդը։ Ես արեցի ինչ կարող էի, հիմա դու պետք է շարունակես։ Նրանք բարձրացան մեքենա։ Վարորդը մի լուռ մարդ սկսեց շարժիչը։ Մեքենան շարժվեց։ Զարոբյանը նայեց հետևի պատուհանից։ Նա տեսավ Երևանը, քաղաքը, որը նա սիրել էր։ Նա տեսավ Արարատը հեռվում, եւ նա զգաց, որ մի մաս նրանից մնում է այստեղ, հավերժ։ Ճանապարհին դեպի օդանավակայան նրանք անցան Կոմիտասի Պանթեոնի կողքով։ Զարոբյանը խնդրեց վարորդին կանգնեցնել մեքենան։ Նա ցանկանում էր տեսնել այն վերջին անգամ։ Պանթեոնը, որտեղ թաղված էին Հայաստանի մեծերը՝ Կոմիտաս, Սպենդիարով, Շահումյան։ Եվ երբ Զարոբյանը նայում էր դեպի այն, նա մտածեց, արդյոք մի օր ինքը կթաղվի այստեղ։ Նա չգիտեր, որ 14 տարի հետո, երբ նա կմեռնի Մոսկվայում, նրա մարմինը կբերեն հենց այստեղ, եւ նա կդառնա մի մաս այս Պանթեոնի։ Օդանավակայանում Զարոբյանը եւ Աննան նստեցին սպասասրահում։ Նրանց թռիչքը ուշանում էր։ Զարոբյանը նայում էր պատուհանից դեպի թռիչքների դաշտը։ Ինքնաթիռները բարձրանում էին եւ իջնում էին։ Յուրաքանչյուր ինքնաթիռ տանում էր մարդկանց դեպի նոր տեղեր, նոր կյանքեր։ Եվ հիմա Զարոբյանը նույնպես էր գնալու դեպի նոր կյանք, բայց ոչ այնպիսին, որ նա երազել էր։ Հանկարծ նա տեսավ ծանոթ դեմք։ Գևորգ Տեր-Գազարյանցը, նրան դավաճանած երեքից մեկը, գնում էր դեպի ելք։ Նա նույնպես մեկնում էր ինչ-որ տեղ։ Զարոբյանը եւ Տեր-Գազարյանցը հայացքները հանդիպեցան մի վայրկյանի համար։ Տեր-Գազարյանցը կանգ առավ։ Նա նայեց Զարոբյանին, եւ Զարոբյանը տեսավ նրա աչքերում մի բան, ոչ թե զղջում, ոչ թե ամոթ, այլ պարզապես ընդունում։ Ընդունում այն փաստի, որ նա արեց, ինչ արեց, եւ հիմա պետք է ապրի դրա հետ։ Զարոբյանը գլուխը թեքեց, ոչ թե ողջույնի նշան, այլ ճանաչման նշան։ Ես տեսնում եմ քեզ։ Ես գիտեմ, թե ինչ արեցիր, եւ դու գիտես, որ ես գիտեմ։ Տեր-Գազարյանցը նույնպես գլուխը թեքեց, ապա շրջվեց եւ գնաց։ Զարոբյանը երբեք այլևս չտեսավ նրան առանձին։ Հաջորդ անգամ, երբ նրանք կհանդիպեին, դա կլիներ 1980-ին, Զարոբյանի թաղման ժամանակ, եւ նույնիսկ այն ժամանակ նրանք չխոսեցին միմյանց հետ։ Թռիչքը Մոսկվա տևեց 3 ժամ։ Զարոբյանը նստած էր պատուհանի կողքին եւ նայում ներքև։ Նա տեսավ Կովկասի լեռները, նա տեսավ Կասպից ծովը, նա տեսավ Ռուսաստանի դաշտերը, եւ երբ նրանք մոտեցան Մոսկվային, երկինքը մթնեց։ Ձյուն էր գալիս։ Մոսկվան սառը էր, ձմեռը դեռ չէր վերջացել, թեև արդեն փետրվարի վերջն էր։ Զարոբյանը եւ Աննան վերցրին տաքսի օդանավակայանից դեպի իրենց նոր բնակարան։ Բնակարանը, որը ԿՄԿ-ի ԿԿԿ-ն տրամադրել էր նրանց, 3 սենյակ, Արբատի մոտ։ Երբ նրանք ժամանեցին, բնակարանը սառը էր, ջեռուցումը չէր աշխատում լավ։ Զարոբյանը նայեց շուրջը, սենյակներն դատարկ էին, միայն հիմնական կահույքը, մահճակալ, սեղան, աթոռներ, ոչինչ անձնական, ոչինչ, որը կդարձներ դա տուն։ Աննան սկսեց բացել իրենց ճամպրուկները, բայց Զարոբյանը պարզապես նստեց պատուհանի կողքին եւ նայեց դուրս։ Մոսկվան մեծ էր, Մոսկվան հզոր էր, բայց Մոսկվան նաեւ անտարբեր էր։ Այստեղ նա ոչ ոք չէր, պարզապես եւս մեկ փոխնախարար բազմաթիվ փոխնախարարների թվից։
Հաջորդ օրերին Զարոբյանը սկսեց իր նոր աշխատանքը որպես փոխնախարար էլեկտրատեխնիկական արդյունաբերության ԽՍՀՄ-ում։ Գրասենյակը փոքր էր, որ նա հեռացվել է, եւ Սովետական Միությունում մարդիկ վախենում էին մոտենալ նրանց, ովքեր ընկել էին, որովհետև անկումը կարող էր վարակիչ լինել։ Բայց կար մեկը, ով մոտեցավ Զարոբյանին, մի ծեր մարդ, անունով Իվան Պետրովիչ։ Նա աշխատում էր նույն նարարարությունում, բայց ավելի ցածր դիրքում։ Նա մեկ օր մոտեցավ Զարոբյանին սրճարանում։ «Յակով Նիկիտիչ», նա ասաց, «կարող եմ նստել»։ Զարոբյանը գլուխը թեքեց։ «Իհարկե»։ Իվան Պետրովիչը նստեց։ Նա նայեց Զարոբյանին։ «Ես գիտեմ ձեր պատմությունը», նա ասաց։ «Ես լսել եմ, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, եւ ես ուզում եմ ասել ձեզ մի բան. դուք ճիշտ արեցիք»։ Զարոբյանը զարմացած նայեց նրան։ «Ճիշտ արեցի»։ «Այո, դուք բացեցիք Եղեռնի թեման։ Դուք տվեցիք ձայն մարդկանց, ովքեր լռեցված էին 50 տարի։ Դա համարձակություն էր, եւ համարձակությունը միշտ պատժվում է համակարգում։ Բայց դա չի նշանակում, որ դուք սխալ էիք»։ Զարոբյանը զգաց, որ ինչ-որ բան տաքանում է նրա մեջ։ «Շնորհակալություն, Իվան Պետրովիչ, դուք չգիտեք, թե որքան է դա նշանակում ինձ համար»։ Իվան Պետրովիչը ժպտաց։ «Ես գիտեմ, որովհետև ես նույնպես եմ եղել այնտեղ։ Ես նույնպես հեռացվել եմ մի անգամ։ Սա համակարգն է, բայց դուք պետք է հիշեք մի բան. համակարգը կարող է ձեզ հեռացնել ձեր պաշտոնից, բայց համակարգը չի կարող հեռացնել ձեր գործը պատմությունից»։ Այդ խոսքերը Զարոբյանի հետ մնացին երկար ժամանակ։ Երբ նա զգում էր մենակ, երբ նա զգում էր հուսահատ, նա հիշում էր Իվան Պետրովիչի խոսքերը. «Համակարգը չի կարող հեռացնել քո գործը պատմությունից»։ Տարիները Մոսկվայում անցան դանդաղ։ 1966, 1967, 1968։ Յունուտ։ Յուրաքանչյուր տարի նման էր նախորդին։ Նույն աշխատանքը, նույն անիմաստ հանդիպումները, նույն դատարկ երեկոները բնակարանում։ Զարոբյանը սկսեց ընթերցել շատ։ Նա միշտ սիրել էր գրքերը, բայց Երևանում նա չուներ ժամանակ։ Հիմա նա ուներ ամբողջ ժամանակ։ Նա կարդում էր պատմություն, փիլիսոփայություն, գրականություն։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչպես աշխարհը աշխատում է, ինչպես համակարգերը կառուցվում են, ինչպես մարդիկ ընտրում են իրենց ճանապարհը։ Մի գիշեր, 1969-ի աշնանը, Զարոբյանը նստած էր իր գրասեղանի մոտ եւ գրում։ Նա սկսել էր գրել հուշագրություն իր կյանքի մասին։ Ոչ հրատարակության համար, պարզապես իր համար, փորձ հասկանալու իր սեփական պատմությունը։ Նա գրեց իր մանկության մասին Արթվինում, փախուստի մասին, Նախիջևան Նադոնի մասին, բարձրացման մասին սովետական համակարգում, Հայաստան վերադառնալու մասին, Եղեռնի թեմայի բացման մասին եւ դավաճանության մասին։ Երբ նա գրում էր դավաճանության մասին, նա կանգ առավ։ Նա մտածեց Կոչինյանի, Բաղդասարյանի, Տեր-Գազարյանցի մասին։ Նա փորձեց հասկանալ նրանց, ինչու նրանք արեցին դա։ Արդյոք դա պարզապես կարիերիզմ էր, թե վախ, թե համոզվածություն, որ նրանք ճիշտ էին։ Զարոբյանը գրեց. «Ես չեմ կարծում, որ նրանք չար մարդիկ էին։ Ես կարծում եմ, որ նրանք վախեցած մարդիկ էին։ Նրանք տեսան, որ ես վտանգի մեջ եմ դնում իրենց կարիերան, իրենց ընտանիքները, իրենց ապագան, եւ նրանք ընտրեցին իրենց ինքնապահպանումը։ Ինձ ինքնապահպանումը։ Ես չեմ կարող մեղադրել նրանց դրա համար։ Համակարգը կառուցված էր այդպես։ Համակարգը սովորեցնում էր մարդկանց վախենալ, դավաճանել, փրկվել ինքնապահպանման համար։ Նրանք համակարգի զոհերն էին նույնքան, որքան ես»։ Այդ խոսքերը ցույց են տալիս, որ Զարոբյանը նույնիսկ արտաքսանքում, նույնիսկ դավաճանված, փորձում էր հասկանալ, ոչ թե դատել։ Սա էր նրա ուժը, եւ սա էր նրա թուլությունը նաեւ։ 1970-ականներին Զարոբյանը երբեմն ստանում էր նամակներ Հայաստանից։ Նախկին գործընկերները, ընկերները, մարդիկ, ովքեր հիշում էին նրան։ Նրանք գրում էին, թե ինչպես Հայաստանը փոխվում է, թե ինչպես Ցիծեռնակաբերդը դարձել է ազգային խորհրդանիշ, թե ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ գնում են այնտեղ։ Յուրաքանչյուր անգամ, երբ Զարոբյանը կարդում էր այդ նամակները, տնազգում էր երկու բան միաժամանակ. հպարտություն, որ նա սկսեց դա, եւ ցավ, որ նա չէր այնտեղ տեսնելու դրա հետևանքները։ 1974-ին, երբ Կոչինյանը հեռացվեց եւ Դեմիրճյանը դարձավ նոր առաջին քարտուղար, Զարոբյանը սպասեց։ Նա սպասեց, թե արդյոք Դեմիրճյանը կառաջարկի նրան վերադառնալ Երևան։ Եվ երբ առաջարկը եկավ, նա ուրախացավ. վերջապես, տուն։ Բայց ապա եկավ մերժումը։
Եվ Զարոբյանը հասկացավ, որ նա երբեք չի վերադառնա Երևան որպես ղեկավար, նա միայն կվերադառնա մի անգամ, երբ նա մեռնի։ Այդ օրից սկսած Զարոբյանը կարծես թողեց իր վերջին հույսը։ Նա շարունակեց աշխատել, շարունակեց ապրել, բայց մի մաս նրանից մեռավ այդ օրը։ 1979-ի աշնանը Զարոբյանը սկսեց զգալ ցավեր սրտում։ Բժիշկները ասացին ստրես, հոգնածություն, տարիք, բայց Աննան գիտեր ճշմարտությունը։ Դա ջախջախված սիրտ էր, սիրտ, որը կոտրվել էր դավաճանությունից, արտաքսանքից, մերժումից։ 1980-ի մարտին Զարոբյանը ընկավ հիվանդանոց։ Բժիշկները ասացին, որ դա լուրջ է, սրտի անբավարարություն։ Նա կարող էր մեռնել ցանկացած պահի։ Զարոբյանը գիտեր, որ վերջնի մոտենում է։ Նա խնդրեց Աննային բերել թուղթ ու գրիչ, եւ նա գրեց 2 նամակ։ Մեկը իր ընտանիքին, մեկը հանգուցյալների ծառերի ծառայությունների կոմիտեին, խնդրելով թաղել Երևանում։ Ապրիլի 11-ի առավոտյան ժամը 6:20 րոպեին Յակով Զարոբյանի սիրտը դադարեց բաբախել։ Նա 71 տարեկան էր։ Նա ապրել էր երկար կյանք, բայց նա մեռավ հեռու տնից։ Նրա մարմինը տեղափոխվեց Երևան ապրիլի 13-ին, հուարկավորությունը տեղի ունեցավ օպերայի հրապարակում։ Հազարավոր մարդիկ եկան, ոչ պաշտոնական հրավերով։ Նրանք եկան, որովհետև հիշում էին Զարոբյանին, հիշում էին, թե ինչ նա արել էր Հայաստանի համար։ Գևորգ Տեր-Գազարյանցը կանգնած էր հեռվում, նա նայում էր դագաղին, եւ հնարավոր է, որ այդ պահին նա մտածեց իր ընտրության մասին 1965-ին։ Մտածեց, թե ինչ կլիներ, եթե նա ընտրեր այլ ճանապարհ։ Բայց մենք երբեք չենք իմանա, որովհետև Տեր-Գազարյանցը երբեք չխոսեց դրա մասին։ Զարոբյանը թաղվեց Կոմիտասի Պանթեոնում, հենց այն տեղում, որը նա տեսել էր 1966-ի փետրվարին, երբ հեռանում էր Երևանից։ Հենց այն տեղում, որտեղ նա երազում էր մի օր հանգչել։ Նրա գերեզմանի քարին գրված է Յակով Նիկիտի Զարոբյան, 1908-ից մինչև 1980, Հայաստանի ծառա։ Եվ այսօր, երբ մարդիկ այցելում են Պանթեոն, նրանք անցնում են նրա գերեզմանի կողքով, ոմանք կանգ են առնում, ոմանք ծաղիկներ են դնում, եւ ոմանք, հատկապես ծերերը, ովքեր հիշում են 1965-ը, նրանք շշնջում են շնորհակալություն։ Որովհետև Զարոբյանը, նույնիսկ դավաճանված, նույնիսկ արտաքսանված, նույնիսկ մոռացված բազմաթիվների կողմից, թողեց մի բան, որ հավերժ կմնա։ Նա բացեց դուռը։ Եվ որքան էլ Կոչինյանը, Բաղդասարյանը կամ Տեր-Գազարյանցը փորձեին փակել այդ դուռը, նրանք չկարողացան։ Որովհետև ճշմարտությունը, երբ բացվում է, չի կարող փակվել։ Հիշողությունը, երբ արթնանում է, չի կարող մոռացվել։ Եվ ձայնը, երբ տրվում է ժողովրդին, չի կարող լռեցվել։ Դա է Զարոբյանի ժառանգությունը։ Ոչ թե նրա պաշտոնը, ոչ թե նրա իշխանությունը, այլ նրա համարձակությունը։ Համարձակություն բացելու այն դուռը, որը բոլորը վախենում էին բացել։ Եվ այսօր, երբ մենք կանգնում ենք Ծիծեռնակապաբերդում, մենք կանգնում ենք Զարոբյանի ժառանգության վրա։ Այդ հուշարձանը կանգուն է, որովհետև մի մարդ համարձակվեց պայքարել դրա համար։ Այդ հուշարձանը կանգուն է, որովհետև մի մարդ ընտրեց ճշմարտությունը, նույնիսկ երբ ճշմարտությունը նշանակում էր դավաճանություն, արտաքսանք եւ մոռացում։ Դա է իրական հերոսությունը, ոչ թե հաղթելը, այլ ճիշտը անելը, նույնիսկ երբ գիտես, որ կպատժվես դրա համար։ Յակով Զարոբյանը ճիշտ արեց, եւ պատմությունը ի վերջո հիշում է դա։ 50 տարի անցել է Զարոբյանի մահից, 50 տարի, որի ընթացքում աշխարհը փոխվել է։ Սովետական միությունը փլուզվել է, Հայաստանը դարձել է անկախ։ Նոր սերունդներ ծնվել են, որոնք երբեք չեն ապրել Զարոբյանի օրերում։ Բայց Զարոբյանի պատմությունը մնում է արդիական, որովհետև դա պատմություն է ընտրության մասին։ Յուրաքանչյուր օր մենք կանգնում ենք նույն ընտրության առաջ, որ Կոչինյանը, Բաղդասարյանը եւ Տեր-Գազարյանցը կանգնեցին 1965-ին։ Մենք ընտրում ենք մեր ինքնապահպանման եւ մեր սկզբունքների միջև։ Մենք ընտրում ենք մեր կարիերայի եւ մեր խիղճի միջև։ Մենք ընտրում ենք անվտանգության եւ ճշմարտության միջև։ Կոչինյանը, Բաղդասարյանը եւ Տեր-Գազարյանցը ընտրեցին անվտանգությունը, եւ դրա արժեքը եղավ նրանց անունը պատմությունում։ Այսօր, երբ մարդիկ լսում են այդ անունները, նրանք հիշում են դավաճանությունը, ոչ թե ծառայությունը։ Զարոբյանը ընտրեց ճշմարտությունը, եւ դրա արժեքը եղավ նրա կարիերան, նրա իշխանությունը, նրա տունը։
Բայց նա ստացավ ինչ-որ բան, որ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը երբեք չստացան։ Նա ստացավ հարգանք։ Հարգանք մարդկանց, ովքեր հիշում են նրան։ Հարգանք պատմության, որը գրում է նրա մասին։ Այսօր 2026-ին Հայաստանում կան քիչ մարդիկ, ովքեր անձնապես հիշում են Զարոբյանին, բայց շատ մարդիկ գիտեն նրա պատմությունը։ Եվ յուրաքանչյուր ապրիլի 24-ին, երբ նրանք բարձրանում են Ծիծեռնակաբերդ, նրանք քայլում են Զարոբյանի ստվերով։ Գուցե մի օր Հայաստանը կբարձրացնի հուշարձան Զարոբյանին։ Գուցե մի օր նրա անունը կտրվի փողոցի կամ դպրոցի։ Գուցե մի օր նրա պատմությունը կգրվի ամբողջությամբ և նոր սերունդները կկարդան դրա մասին։ Բայց նույնիսկ եթե դա երբեք չլինի, Զարոբյանի ժառանգությունը կմնա։ Որովհետև յուրաքանչյուր անգամ, երբ մարդ համարձակվում է ասել ճշմարտությունը, երբ մարդ պաշտպանում է անարդարության դեմ, երբ մարդ ընտրում է իր սկզբունքները իր անձնական շահի վրա, այդ մարդը շարունակում է Զարոբյանի գործը։ Պատմությունը կրկնվում է, դավաճանությունը կրկնվում է, համակարգերը կրկնվում են, բայց նաև հերոսությունը կրկնվում է։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ մարդ ընտրում է ճիշտը, նույնիսկ երբ ճիշտը դժվար է, այդ մարդը դառնում է մի մաս, մի ավելի մեծ պատմության։ Զարոբյանի պատմությունը ավելին է, քան մեկ մարդու կյանքի պատմություն։ Դա պատմություն է ողջ ժողովրդի մասին։ Ժողովրդի, որը լռեցվել էր 50 տարի, ժողովրդի, որը մի մարդ տվեց ձայն, ժողովրդի, որը հիշեց։ Եվ այսօր, երբ մենք կանգնում ենք Ծիծեռնակաբերդում, մենք հիշում ենք։ Մենք հիշում ենք զոհերին, բայց մենք նաև հիշում ենք նրանց, ովքեր պայքարեցին, որ մենք հիշենք։ Մենք հիշում ենք Զարոբյանին։ Մենք հիշում ենք նրա համարձակությունը, և մենք հիշում ենք դավաճանությունը, որը նա կրեց։ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը ծերացան։ Նրանք ապրեցին հարուստ կյանքեր, նրանք ունեցան ընտանիքներ, կարիերաներ, պաշտոններ, բայց երբ նրանք մեռան, շատ քչերը եկան նրանց թաղմանը, շատ քչերը հիշեցին նրանց պատմությունը։ Եվ այսօր, երբ մարդիկ լսում են նրանց անունները, նրանք հիշում են միայն մեկ բան՝ դավաճանությունը։ Սա է կարման, սա է արդարությունը։ Ոչ թե օրենքի արդարությունը, որը պատժում է հանցագործներին, այլ պատմության արդարությունը, որը հիշում է ճշմարտությունը։ Եվ պատմությունը հիշում է։ Պատմությունը հիշում է, որ Զարոբյանը բացեց դուռը։ Պատմությունը հիշում է, որ Կոչինյանը, Բաղդասարյանը և Տեր-Գազարյանցը փորձեցին փակել այդ դուռը։ Եվ պատմությունը հիշում է, որ նրանք չկարողացան։ Որովհետև երբ դուռը բացվում է ճշմարտության համար, այն չի կարող փակվել դավաճանությունից։ Երբ ձայնը տրվում է ժողովրդին, այն չի կարող լռեցվել վախից։ Եվ երբ հիշողությունը արթնանում է, այն չի կարող մոռացվել ժամանակից։ Դա է Զարոբյանի ամենակարևոր դասը մեզ համար։ Ոչ թե նրա հաջողությունները, ոչ թե նրա պաշտոնները, այլ նրա ընտրությունը։ Ընտրություն ճիշտը անելու, նույնիսկ երբ ճիշտը նշանակում էր կումեր զոհաբերություն։ Եվ այսօր, երբ մենք կանգնում ենք նույն ընտրության առաջ, մենք կարող ենք նայել Զարոբյանի պատմությանը և տեսնել, որ համարձակությունը հնարավոր է, որ ճշմարտությունը արժե պայքարելու համար, որ նույնիսկ եթե դավաճանվում ես, նույնիսկ եթե պատժվում ես, նույնիսկ եթե մոռացվում ես մի ժամանակ, ի վերջո ճշմարտությունը հաղթում է։ Ի վերջո ճշմարտությունը միշտ հաղթում է։ Եվ Յակով Զարոբյանը, տղան Արտվինից, փախստականի որդին, Հայաստանի առաջին քարտուղարը, դավաճանված հերոսը, հիշված անունը, դարձավ խորհրդանիշ այդ ճշմարտության։ Նրա պատմությունը մեր պատմությունն է, նրա ընտրությունը մեր ընտրությունն է, և նրա ժառանգությունը մեր պարտականությունն է շարունակել։ Շարունակել պայքարը ճշմարտության համար, շարունակել հիշել, շարունակել խոսել, շարունակել լինել Լ, շարունակել լինել այն ձայնը, որը Զարոբյանը տվեց մեզ 1965-ին։ Որովհետև ի վերջո դա է, ինչ նշանակում է հերոս լինել։ Ոչ թե երբեք չընկնելը, այլ վերելը յուրաքանչյուր անգամ, երբ ընկնում ես։ Ոչ թե երբեք չդավաճանվելը, այլ շարունակելը հավատալ, նույնիսկ երբ դավաճանվում ես։ Ոչ թե երբեք չմոռացվելը, այլ թողնելը ինչ-որ բան, որ արժե հիշելու։ Եվ Զարոբյանը թողեց մեզ Ծիծեռնակաբերդը, հուշարձան, որը կանգուն է դարեր։ Խորհրդանիշ, որը հիշեցնում է մեզ, որ ճշմարտությունը կարող է բացվել, եթե մեկը համարձակվի բացել այն։ Յուրաքանչյուր ապրիլի 24-ին, երբ 100 հազարավոր մարդիկ բարձրանում են այդ լեռ, նրանք քայլում են Զարոբյանի ճանապարհով։ Եվ յուրաքանչյուր անգամ,
Երբ նրանք դնում են ծաղիկ հուշարձանի մոտ, նրանք հարգանք են տալիս ոչ միայն Եղեռնի զոհերին, այլ նաև այն մարդուն, ով համարձակվեց ասել նրանց անունները բարձրաձայն։ Զարոբյանի անունը Յակով Նիկիտի Զարոբյան 1908-ից մինչև 1980 Հայաստանի ծառը Եղեռնի ձայնը Դավաճանված հերոսը Հիշված անունը Եվ պատմությունը շարունակվում է։